պատրաստելու եմ հեշտ, շատ հեշտ, չափազանց հեշտ ոսպով տաքախցան։ Դե իհարկե սկզբում դնելու ենք ոսպը խաշվի։ Ես օգտագործում եմ արտերընկերության ոսպը։ Ինչն է ինձ հետաքրքրում, որ տուփի վրա մենք տեսնում ենք, թե ինչպես է սերմը արտերից հասնում մեր սեղան։ Ահա, սկսում է սերմից, հետո հողային աշխատանքներն են արվում, դրանից հետո արտադրություն է մտնում, որից հետո հասնում է մեզ, սպառողին, այնպես որ դուք ամբողջ ցիկլը այստեղ տեսնում եք եւ հաճելի է, որ աճեցված է եւ արտադրված է հենց Հայաստանում։ Ոսպը պետք է խաշել, ինչպես արդեն ասացի։ Այս ընթացքում կտապակեմ սոխը։ Քերում եմ սխտոր, խոշոր քերիչով քերում եմ գազարը եւ տապակում ենք նաեւ գազարը։ Տապակվող գազարի, սոխի եւ սխտորին ավելացնում եմ չոր դաղց։ Եվ կտրատում եմ բեկոն, որ տապակեմ եւ վրան ավելացնեմ վերջում։ Եվ խաշած ոսպը ավելացնում ենք թավայի մեջ։ Եվ սկսում եմ մատուցել։ Կարող եք եւ տաք մատուցել, եւ սառը։ Թարմ կտրատած համեմ եմ ավելացնում, դնում եմ տապակած բեկոնի կտորները։ Վերջ, պատրաստ է։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեկից ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը։ Իսկ ես գոհ եմ ինձանից։